Փաստը հետևյալն է. Հայաստանում կան տասնյակ ընդդիմադիր համայնքապետեր, բայց բոլորը քրեական գործերի տակ են։ Չունենք ընդդիմադիր համայնքապետ երևի, որ ՔՊ-ին հաղթել է ու դրանից հետո քրգործ չեն հարուցել։ Կլինի Վանաձոր, կլինի Բերդ, կլինի Գորիս, կլինի Գյումրի։ Մի համայնքապետ կար, որի վրա քրեական գործ չկար։ Նրան էլ սպանեցին։ Ողջամիտ հարց է, համայնքապետը կարող է սպանվել է 6 ամիս առաջ ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելու պատճառով։ Կարելի էր քննչական մարմինների պատասխանին սպասել, եթե չլինեին այդքան ենթարկվող ու այդքան կանխատեսելի։ Այս սպանությունը ինչու էր ձեռնտու իշխանությանը։ Դեմ ընտրություններ են էջմիածնում, որի վրա իրենց խաղադրույքը մեծ է, եւ համապետական ընտրություններ են, որ Նիկոլի համար կենաց մահու պայքար է, լինելիության հարց է։ Իրենք անընդհատ ընդդիմությանը վախեցնում են, թե ձեզ խելոք պահեք, թե չէ կբռնենք, գործ կհարուցենք, բայց ոչ մեկ չի վախենում, չի նահանջում։ Հիմա արդեն մահվան սպառնալիք կա։ Իհարկե, այս դեպքն էլ ընդդիմությանը չի վախեցնելու, բայց սա խոսում է կրկին իշխանության հոգեվարքի ու խրխռոցների մասին։ Ընդդիմադիրներին աբսուրդ մեղադրանքներ ներկայացնելը, կալանավորելը չի աշխատում, անցել են ֆիզիկապես ոչնչացմանը։ Ես հաստատումներ չեմ անում, Ժորժ ջան, ես թվարկում եմ վարկած, որ ապրելու իրավունք ունի։ Մեր երկրում սպանվել է ընդդիմադիր համայնքապետ, ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց ամիսներ անց, իսկ ՔՊ-ին հաղթած բոլոր համայնքապետերի վրա իշխանությունը մի ձևի գրոհ կազմակերպել է եւ ուրեմն այս վարկածն էլ ունի ապրելու իրավունք, ընդ որում բոլոր վարկածներից առաջ։